Սեպտեմբերին, ինչպես եմ անցկացրել իմ ամառային արձակուրդը շարադրությունը գրելիս, աշակերտները պատմելու շատ բան կունենան։ Նրանց ամառային օրերն ավելի հետաքրքիր եւ ուսուցողական դարձնելու համար Մայր բուհը 2023-ից բնագիտական աշխատարաններ է կազմակերպում։ Գաղափարը առաջացավ նրանից, որ շատ աշակերտներ դպրոցում բնագիտական առարկաները հիմնականում տեսական են սովորում եւ շատ քիչ հնարավորություններ ունեն իրական փորձերի։ Այդ պատճառով որոշեցինք, որ քանի որ ամառը արձակուրդային շրջան է եւ ԵՊՀ-ն ունի լաբորատորիաներ եւ հնարավորություններ իրական փորձեր իրականացնելու, շատ լավ հնարավորություն է աշակերտներին ներգրավել նման աշխատարանում։ Կենսաբանության, քիմիայի եւ ֆիզիկայի լաբորատոր փորձերը դպրոցականները կատարում են բուհի հագեցած լաբորատորիաներում դասախոսների օգնությամբ։ Այս տարի առարկաների ցանկին ավելացել է նաեւ երկրաբանությունը։ Մեր երկրաբանության ֆակուլտետում բացվել է լաբորատորիա, որը ունի նաև վիրտուալ իրականության հնարավորություններ, այսինքն այս դեպքում արդեն կարող են այդ վիրտուալ իրականության միջոցով տեսնել օրինակ երկրաբանական տարբեր շերտերը, հանքանյութերը եւ այլն ու ավելի լավ հասկանալ։ Լաբորատոր փորձերը թույլ են տալիս աշակերտներին տեսնել, շոշափել այն ամենը, ինչի մասին դպրոցում միայն կարդացել կամ լսել են։ Կարծում եմ զուտ տեսական անգիր անելով շատ բան կարող է չհասկանան, սա հնարավորություն է հասկանալու, տեսնելու, շոշափելու եւ քննություններն էլ այդ առումով ավելի լավ հանձնելու հնարավորություն է, եթե երեխաները իհարկե ուզում են այդ ուղղությամբ շարունակել։ Բնագիտական աշխատարանը նաև օգնում է աշակերտներին մասնագիտական կողմնորոշման հարցում։ Մենք արդեն ունենք նման փորձ, որ մեր աշխատարանին մասնակցած աշակերտները հետագայում դիմել են հենց այն ֆակուլտետներ, որոնց աշխատարանները իրենց ամենաշատն են հետաքրքրել։ Ծրագիրը կմեկնարկի հունիսի 3-ին եւ կտևի 4 շաբաթ։ Ամառային աշխատարանը նախատեսված է 8-ից 12-րդ դասարանների աշակերտների համար։ Արամ Մարանդյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։